Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ներկայացնելու ենք օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Եվ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի իշխանական շրջանակներից փոխանցել են տեղեկություն, ըստ որի Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ԱՄՆ-ին հայոց կաթողիկոսի գահակալության օրը հոկտեմբերի 27-ին նրան գահանկեց անել։ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները մատուցում են իբրև եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն ու նպատակ են դրել մինչև հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։ Հիշեցնենք հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է ԱՄՆ-ին հայոց կաթողիկոսը գահակալել եւ ԿՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել հարձակվելով եկեղեցու վրա։ Մինչ այդ իրավապահները կշարունակեն ճնշումները հոգևորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում։ Եկեղեցին էլ կներխուժեն առանց վարանելու իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ հոգևորականներն էլ են քաղաքացիներ եւ եթե որևէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա։ Իհարկե, գիտեք, քարոզչական իմաստով Նիկոլ Փաշինյանը ստեղծել է այնպիսի տպավորություն, որ ովքեր պաշտպանում են եկեղեցուն, ասում են, թե ով օրենք է խախտում, մի պատժեք, ոչ, ամենևին դրա մասին չէ խոսքը։ Խոսքն այն մասին է, որ այն հոգևորականները, որոնք հայտնվել են իշխանության թիրախում, նրանք օրենք չեն խախտել։ Այո, եթե իրականում մարդիկ օրենք խախտած լինեին, ապա կարելի էր եւ պետք էր պատասխանատվության ենթարկել ցանկացած քաղաքացու։ Բայց այդ մարդիկ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արագածոտնի թեմի առաջնորդը, մյուս հոգևորականները օրենք չեն խախտել եւ օրենք խախտելու համար չէ, որ պատժվում են, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքական հետապնդումների ենթարկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների։ Մյուս կողմից, եթե այս մարդիկ այդքան օրինապաշտ են, ապա իշխանական վերնախավում Նիկոլ Փաշինյանից սկսած տասնյակներով ուղղակի պիտի օրենքի առաջ կանգնած լինեին վաղուց եւ պիտի պատասխանատվություն կրեին անգամ պատերազմից առաջ։ Օրինակ դատարանները շրջափակելու համար, ԶԼՄ-ների դեմ հարձակումներ կազմակերպելու համար, հա, ատելության խոսք տարածելու համար։ Այ օրենքը այդ ժամանակ կասեինք աշխատում է։ Այս պարագայում խոսքը ամենևին օրենքի մասին չի եւ եկեղեցին պաշտպանողները չեն պահանջում, որ օրենքով չվարվեն իշխանությունները, ավելին ասում են ապօրինություններ մի արեք։ Հրապարակ թերթը գրում է. իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ԿՊԱ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի է ունեցել վերջերս Աղաբաբյանս ռեստորանում, բանն այն է, որ հարսանիքին ԿՊ վերնախավը չի մասնակցել, ոչ վարչապետը, ոչ ԱԺ-նախագահը, միայն հաշված ԿՊԱ-ականներ են ներկա եղել։ Պատգամավորի նեղ կռուկը, մինչդեռ շատերն ակնկալել են, որ ԿՊ վարչության անդամ դարձած Խաչատրյանն առիթը բաց չի թողնի թիմի հետ մերձեցման երեկո անցկացնելու իր ընտրվելը ծանր տարած մարդկանց հետ կոնտակտը վերականգնելու համար, ցույց տալով, որ ինքը սրսուր ԿՊԱ-ական է, այլ ոչ թե ՀՀԿ-ի ժամանակվա գայշնիկ։ Հրապարակ թերթը գրում է. հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։ Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի Ձերժավայի Արկադի տան մոտ եւ ձերբակալվածների մեջ է նաեւ նրա որդին։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով 10 անձ ձերբակալվել է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը սակայն պատմում է, որ տեղի ունեցածը ոչ վիճաբանություն է, ոչ էլ ծեծկրտուկ։ Պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով, խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։ Հրապարակ թերթը գրում է. թվում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է, զեկույցը ժամկետ անց լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկեց ԱԺ գաղտնի բաժին լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։
Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահային պետաիրավական նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է իր սխալ եզրակացությամբ։ Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ 1 տարի անց դրվեց քննարկման, այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։ Եվ պաշտպանության այո, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի թե սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այս հանձնաժողովը սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում է իրենց առանձնահատկություններով, գլխադասային պաշտպանության հանձնաժողով է, ծառայում իբրև քննիչ հանձնաժողով, քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը հետևաբար նաև զեկույցը շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը։ Այս զեկույցի մասին մենք հոդված ունենք, ես կընթերցեմ իհարկե ավելի ուշ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի ձերբակալությունը ըստ ամենայնի միայն մեկ անձի թիրախավորում չէ, այն մեկնակետն է, որից հետո սկսում է քաղաքական ճնշումների նոր փուլ։ Ըստ օրաթերթի տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին, հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Հրահանգի տրամաբանությունը պարզ է, հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին, կհավաքեն բոլորին։ Այլ կերպ ասած, հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։ Այս քայլով քաղաքացիական պայմանագիրը կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից եւ ազատ մտածողներից, ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։ Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում, եւ ինչպես պարզ է դառնում առաջիկայում, մենք ականատես կլինենք դրա նոր դրսևորումներին, կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչներ, այլև իրավապահ համակարգի քննադատողները։ Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում։ Կոչուբաևի գործը փաստորեն դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վեդի համայնքի Գինևետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նախնական հանրային լսումներ Օրդ Գրուպ ՍՊ-ի կողմից ներկայացված Կարմիր Սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ ծրագիրը նախատեսում է նաև ցեմենտի գործարանի կառուցում, սա հանրային քննարկումների առաջին փուլն է։ Ըստ նախագծի հեղինակների նախատեսվում է 25 միլիոն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել մինչև 35 միլիոնի։ Թերթը երևի սխալ է գրել, ամենայն հավանականությամբ միլիոն դոլարի մասին, որտեղ 25 միլիոն դրամով դժվար պատկերացնել ցեմենտի գործարանի կառուցում։ Մինչ այդ բնապահպանական ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ եւ կանխել այս ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը։ Ժողովուրդ օրաթերթի զրույցում Այգեզարդի կորիզ երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոնի ՀԿ նախագահ Արփինե Խաչատրյանը պատմեց, որ փաստական հիմքեր են բերվել, որպեսզի խոչընդոտեն, թույլ չտան հանքի շահագործումը։ Մինչ անցնենք պոլիտիկայի հրապարակմանը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հետ կապված պատմությանը, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ
իհարկե գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններից հետո փորձում էր 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺՔ-ի հանձնաժողովի ստեղծմամբ մարել իր մեղքերը եւ ստեղծել տպավորություն, թե մեղավոր են միայն զինվորականները, իսկ ինքը փորձել է անել ամեն ինչ, որպեսզի պարտություն չլինի։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հենց այս գործին էր լծվել, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, նրանք չկարողացան Փաշինյանի ուզած պատկերը ստանալ։ Ավելին եղան տեղեկություններ, որ հանձնաժողովին փոխանցվել են այնպիսի տվյալներ, որոնց հիման վրա Փաշինյանի դեմ անպայման պետք է քրեական գործ հարուցվեր։ Առաքելության տապալումից հետո արերևույթ խնդիր դրվեց անել ամեն բան, որպեսզի զեկույցը լայն հանրությանը չհասնի։ Ահա այստեղ էր, որ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը սկսեցին իրական թատրոն խաղալ զեկույցի ներկայացման ժամանակացույցի շուրջ։ Հոկտեմբերի 1-ին Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺՔ-ի հանձնաժողովի զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու իրավական հիմք չկա։ Անդրանիկ Քոչարյանն էլ դեմ էր փակ նիստում քննարկելուն։ Ի վերջո փաստաթուղթը խիստ գաղտնի գրիֆով ուղարկվեց ԱԺ հատուկ բաժին եւ ոլորտի մասնագետները, իրավաբանները, հանրությունը չեն կարող ծանոթանալ դրան։ Եթե այս թատրոնը Նիկոլ Փաշինյանի պատվերով չէր, ապա նման կարևորագույն հարցին առնչվող զեկույցի հանրայնացման առաքելության տապալելու համար պետք է պաշտոնանկ արվի կամ Ալեն Սիմոնյանը, կամ Անդրանիկ Քոչարյանը։ Հակառակ դեպքում կարելի է վստահ ասել, որ Փաշինյանը վախենալու բան ունի եւ հենց իրեն էր պետք զեկույցի չհրապարակումը։ Այո, այլ եզրանկման դժվար է գալ, որովհետեւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ 5 տարի, այս հետընտրական շրջան, միջև նոր ընտրություններ օգտագործել է 44-օրյա պատերազմի հանգամանքը իր ուզած ձևով, իր ուզած լույսի ներքո ներկայացնելով, իր ուզած մարդկանց թիրախավորելով, դիվիդենտներ է շահել, ստեղծել է գոնե իրեն հավատացողների շրջանում տպավորություն, որ այ պատերազմը ինքը արել է ամեն բան որպես մոդերատոր, ինչպես ինքն է ասում, եւ իր բոլոր գործողությունները ճիշտ են եղել, այ զինվորականները առաքելությունը տապալել են պատերազմում հաղթելու գործողություններ չեր անել, որպեսզի չպարտվեն կամ հաղթեն։ Եվ ըստ էության այս ընթացքում դուք հիշում եք, եղան նաև հրապարակումներ, Անդրանիկ Քոչարյանն էլ ակնարկեց, որ զեկույցում կարող են լինել Նիկոլ Փաշինյանի դեմ տվյալներ, տեղեկություններ, փաստեր, բայց ինքը չի հրապարակում, քանի որ իշխանություն է, եւ այս շոուն ըստ էության բեմադրեցին, իբրև թե Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը հակադրություն ունեն զեկույցի ժամանակացույցի վերաբերյալ եւ դրանից ելնելով չեն հրապարակում։ Լիագումար նիստում չեն քննարկում։ Եթե իրականում այսպես է, ապա Նիկոլ Փաշինյանը իր կողմից դրված կարևորագույն առաջադրանքը տապալելու համար պիտի պատժեր որևէ մեկին եւ քաղաքացիական պայմանագիրը պիտի որոշեր ազատվում է Ալեն Սիմոնյանից թե Անդրանիկ Քոչարյանից։ Եթե չեն որոշել, ուրեմն հենց այս շոուի ռեժիսորը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ շոուում վատ դերասանի դերեր էին տանում այս երկու անձինք։ Անցնենք միջազգային լուրերին, հրապարակումներին եւ ամփոփենք։ Պուտինի եւ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ ընդամենը 2 շաբաթից։ Հունգարիայում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե երկու առաջնորդների այցերը նախապատրաստելու համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք տամագավ քրթիռներ ունեն, սակայն դրանք անհրաժեշտ են Միացյալ Նահանգներին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ Մեզ նույնպես տամագավքներ են անհրաժեշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, մենք շատ ունենք դրանցից, բայց դրանք անհրաժեշտ են մեզ, մենք չենք կարող սպառել մեր երկրի պաշարները, դրանք շատ կարևոր են, դրանք շատ հզոր են, դրանք շատ ճշգրիտ են, դրանք շատ լավն են, բայց դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են։ Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված, ասել է ԱՄՆ նախագահ Ռուսաստանը իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո։ Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի, այլ նաև ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում։ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։
Հոկտեմբերի 17-ի գիշերը հոբ ուժերը Ռուսաստանի մարզում ոչնչացրել են ուկրաինական 61 անօդաչու թռչող սարք, այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր Telegram ալիքում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Ղրիմում խոցվել է 32 անօդաչու թռչող սարք, Ռոստովի մարզում 13, Սևծովի վրա 6, իսկ Բրյանսկի մարզում 5։ Եվս 2 անօդաչու թռչող սարք խփվել է Տուլայի եւ Մոսկվայի մարզերում, իսկ մեկը Կուրսկի մարզում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ չի բացառել, որ Թուրքիան կարող է Գազայի հատվածի օպերատիվ խմբի կազմում ռազմական կոնտինգենտ ուղարկել։ Այս մասին հայտնել է Թուրքիե թերթը։ Էրդողանը մանրամասնել է, որ Գազայի հատվածի օպերատիվ խմբում թուրքական կոնտինգենտ ներգրավելու վերաբերյալ իրենց հարց է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը։ Ալիևը նշել է, որ Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո երկրների միջև նախկին թյուրիմբռնումներն անցյալում են։ Նա ընդգծել է, որ երկկողմ օրակարգում նոր փուլ է սկսվել եւ առաջին հերթին ընդգծել է մարդկանց եւ բիզնեսի ներկայացուցիչների միջև կապերի վերականգնման եւ զարգացման, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության կարեւորությունը։ Այսօր այսքանն ենք նախաձեռնել տեղական միջազգային մամուլի հրապարակումներից, կհանդիպենք եկող շաբաթ։